Հարգելի համաքաղաքացիներ, կարծում եմ մեր հասարակության մեծ մասը պուլպուլակի հայտնի վիդեոն տեսել էին, բայց եկեք ձեզ մի հատ թույն պատմություն պատմեմ, թե ինչ է տեղի ունեցել պուլպուլակի հայտնի վիդեոից հետո։ Տեսեք, սիրելի համաքաղաքացիներ, պուլպուլակից հետո ստեղ այցելում է Նիկոլ Փաշինյանը, բոլորը տեսել եք, որ գալիս է ստեղ, բնականաբար այս խայտառակ վիճակը տեսնում են, ու խայտառակ վիճակը տեսնելուց հետո նաև հրահանգվում է, որ բոլոր արձաններն ու պուլպուլակները պիտի լվացնեք։ Այս մարդիկ կպնում են գործին։ Հիմա սենց քայլելով գնում ենք ազգային պատկերասրահի այս հայտնի դալանի մեջով եւ մեր շատ համաքաղաքացիներ կհիշեն, որ մուտքի մոտ հենց այստեղ կանգնած էր մեր Գագիկ Թագավորը։ Գագիկ Թագավորի կավե արձաններ ստեղ ժողովուրդ։ Ինչ է տեղի ունենում։ Տեսեք, հարգելի համաքաղաքացիներ, ես ձեզ ցույց տամ մեր Բագրատունիների Գագիկ Թագավորի արձանը եւ հենց այս դալանում տեղակայված էր Գագիկ Թագավորի արձանը։ Այս քաղաքի ոչ ու բարովները որոշում են այս արձանը լվացնել։ Ու ինչն է ծաղրի առարկա, որ առանց գիտակցելու, որ այս արձանը կավից արձանը, բերում շլանգով լողցնում են կավի արձանը, ու մի եկեք գնանք հարցնենք, արձանն ուր է ժողովուրդ։ Եկեք գնանք հարցնենք մեր Գագիկ Թագավորի արձանն ուր է։ Բարև ձեզ։ Մի հատ բան հարցնեմ, էլի։ Այս մեր Գագիկ Թագավորի արձանը թանգարան տայլա վերանորոգման, քանի որ այս պահի դրությամբ ինքը վնասված վիճակում է։ Վնասվել է։ Քաղաքն էլ 600 քանի միլիոն փող է դուրս գրում արձանների ու պուլպուլակների համար, դրանից հետո Գագիկ Թագավորին է ոնց որ լողացրել են ու վարի են տվել։ Համբերություն ձեզ ժողովուրդ ջան։ Մեր Գագիկ Թագավորին է բարի վերադարձ։